Մայիսի 11-ին Հայարտ արդի արվեստի կենտրոնում կայացել է իսլանդացի ճանաչված քանդակագործ Ռոզա Գիսլադոտիրի ժամանակի արտացոլանքը խորագիրը կրող անհատական ցուցահանդեսի պաշտոնական բացումը եւ ցուցահանդեսը գործելու է մինչեւ օգոստոսի 11-ը։ Շատ հարցեր են առաջանում, արդեն պատասխանները կլսենք մեր հյուրերից։ Մեր տաղավարում են Հայարտ արդի արվեստի կենտրոնի տնօրեն, մշակույթների երկխոսություն կազմակերպության հիմնադիր նախագահ Սոնա Հարությունյանը, ողջույն, բարի լույս, եւ Հայաստանի Հանրապետությունում Իսլանդիայի պատվավոր հյուպատոս Լևոն Հայրապետյանը, ողջույն։ Բարի լույս։ Շնորհակալ ենք, որ առավոտը սկսում եք մեզ հետ եւ այս կարևոր կամուրջի օգնությամբ մշակութային երկու երկրները կամրջող, ինչպես եղավ գաղափարը Տիկին Հարությունյան, որ հենց մեզ մոտ պետք է քանդակագործի աշխատանքները ցուցադրվի Հայաստանում։ Նախ շատ շնորհակալություն հրավերի համար եւ մեր այս կարևոր ցուցադրության անդրադառնալու համար 2013 թվականին գերմանական Բոն քաղաքում կայացավ առանց սահմանների փառատոնը, որտեղ նաեւ Հայաստանն էր հրավիրված եւ ես Բոն քաղաքում ծանոթացա իսլանդացի ճանաչված արվեստագետ Ռոզա Գիսլադոտիրի հետ։ Եվ այդ պահից ի վեր այդ մտահղացումը անընդհատ արկա էր, որպեսզի նրան հրավիրել Հայաստան եւ ընձեռել այդ հնարավորությունը նաեւ հայ հանդիսատեսին ծանոթանալու այդ արվեստագետին։ Եվ 2014 թվականին Մշակույթների երկխոսություն կազմակերպությունը արդեն Հայաստանում կազմակերպեց առանց սահմանների երկրորդ փառատոնը եւ հրավիրեցինք Ռոզա Գիսլադոտիրին, որը այստեղ նփակում հանդես եկավ մի աշխատարանով, որին նաև մասնակցում էին հայ արվեստագետները։ Եվ դրանից հետո անցան տարիներ, այդ տարիների ընթացքում այդ գաղափարը ավելի ամրապնդվեց Հայաստան բերել այդ անվանի արվեստագետին եւ 25 թվականին ելնելով արդեն Հայարտ կենտրոնի Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Հայարտ արդի արվեստի կենտրոնի ճարտարապետությունից, այդ ցուցասրահներից էլ ավելի կողմնորոշվեցինք, որ պետք է անպայման Տիկին Գիսլադոտիրին հրավիրենք, որովհետև մեր թանգարանը լիովին համապատասխանում է իր աշխատանքներին եւ 25 թվականին հրավիրեցինք ճանաչողական այցով, որպեսզի տեսնի թե ինչպիսին է արդի արվեստի կենտրոնը, ինչ ճարտարապետություն ունի եւ երբ ժամանեց շատ ոգեշնչվեց այդ ճարտարապետությամբ եւ առաջարկեց, որպեսզի վերադառնալուն պես Իսլանդիա մշակի քանդակներ, որոնք կլինեն համահունչ այդ տարածքին եւ թանգարանին եւ այդպիսով նաեւ շատ ուրախ ենք, որ այս շրջանակում հնարավորություն ունեցանք նաեւ ծանոթանալու Հայաստանի Հանրապետությունում Իսլանդիայի Հանրապետության հյուպատոս պարոն Հայրապետյանի հետ, ով անմիջականորեն իր աջակցությունը հայտնեց եւ Տիկին Գիսլադոտիրին հրավիրելու հարցում եւ ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքներին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ եւ 26 թվականին, այսինքն այս տարի մի քանի ամիս առաջ Տիկին Գիսլադոտիրը իր ողջ անձնակազմով, որովհետեւ արվեստագետը նաեւ ունի օգնականներ, որոնք ամեն ուր իր հետ միասին շրջագայում են եւ այդ մարդիկ նույնպես ժամանել էին Հայաստան, որպեսզի նախապատրաստեին Ռոզա Գիսլադոտիրի ցուցահանդեսը արդեն իսկ Երևանում, որը նախադեպը չուներ իր մասշտաբի հետ կապված, սա գիտենք, որ ամենամեծ ու մասշտաբային ցուցահանդեսներ, բայց քանի որ գաղափարական իմաստով շատ խորքային է նրա միտքը, մտածողությունը իր ստեղծագործություններում, մենք դրա մասին անպայման կխոսենք, բայց հիմա պարոն Հայրապետյան, հետաքրքիր է հայ-իսլանդական մշակութային հարաբերությունը ինչպիսին էր եւ այս ցուցահանդեսից հետո ինչպիսին կդառնա, սա կարող ենք համարել ամուր հիմք հետագա մշակութային հարաբերության զարգացման համար։ Շնորհակալություն հրավերի համար առաջի հերթին։ Ես նշանակվել եմ 2021 թվականին Հայաստանի Հանրապետությունում
Իսլանդիա պատվավոր հյուպատոս, որպես մշակութային կամուրջ, սա կարելի ասել առաջի աննախադեպ միջոցառում է, որովհետև իսլանդացի անվանի արվեստագետը, ինչպես Տիկին Հարությունյանը նշեց, սա այս տարածաշրջանում առաջի միջոցառումն էր կազմակերպում։ Մեր համար, որպես հյուպատոսություն, շատ կարևոր է, որ համագործակցությունը լինի ոչ թե միջպետական կամ տնտեսական, այլ նաև զարգանա արվեստի համագործակցությունը, մշակույթի, կրթական եւ այլ ոլորտներ։ Եվ շատ ուրախալի նորություն է, որ եթե թույլ տաք դուք նշեցիք, որ Տիկին Գիսլադոտիրը նվիրաբերել է 5 անվանի գործ Երևանին, եւ սա եւս մեկ ապացույց է, որ կամուրջը, այսպես ասած, ստացվում։ Այո։ Բայց նման միջոցառումներ մինչ այստեղ չէին եղել, դրա համար ասում եմ, սա աննախադեպ է եւ եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Տիկին Հարությունյանին եւ շնորհավորում բոլորիս այս միջոցառման համար։ Կապակցությամբ։ Իսկապես, սա մշակութային մենք առհասարակ խոսում ենք, թե որքանով է կարևոր հայկական մշակույթը հանրահրճակելու հարցում ամբողջ աշխարհի սահմաններ չճանաչելը, բայց միևնույն ժամանակ շատ կարևոր է ճանաչել այլ պետությունների, այլ երկրների, այլ ժողովուրդների մշակույթը եւ ինչպիսին էր հետաքրքիր է հայ արվեստասերի արձագանքը, երբ առաջին անգամ ծանոթացավ Ռոզա Գիսլադոտիրի աշխատանքներին։ Եվ դեռ շարունակելու Եվ շարունակում է մինչև օգոստոսի 11-ը, այո։ Արձագանքը իրականում շատ դրական է եւ շատ ոգեշնչվել են, որովհետեւ այսպիսի մաքուր, կարելի ասել հիմա մաքուր արվեստ հազվադեպ են ներկայացվում եւ պետք է նշեմ նաեւ, քանի որ ցուցադրությունը տեղաբաշխված է ողջ թանգարանի տարածքով, այսինքն Արդի արվեստի կենտրոնի 5 գլանները, որոնք պայմանական կոչվում են գլաններ, 5 գլաններում տեղաբաշխված է Տիկին Գիսլադոտիրի աշխատանքները եւ ամենակարևորը, որ այդ ժամանակի արտացոլանքը խորագիրը գրող աշխատանքը տեղադրվել է անմիջապես Արդի արվեստի կենտրոնի գլխավոր մուտքի առջև եւ քանի որ իրենից ներկայացնում է հայելի, բոլոր մարդիկ, երբ կանգնում են այդ աշխատանքի առջև, տեսնում են Երևան քաղաքը ետնաբեմում եւ իրենք հայտնվում են այդ աշխատանքի առջև։ Այսինքն արվեստի միջոցով նաեւ ժամանակի արտացոլանքն է ետնաբեմում երևում։ Արվեստագետները, հատկապես հայ քանդակագործները եւ ժամանակակից արվեստի ոլորտում ստեղծագործող արվեստագետների համար սա շատ յուրահատուկ ցուցադրություն է, որովհետեւ Տիկին Գիսլադոտիրը ոչ միայն բերել է իր աշխատանքները, այլ նաեւ ինքը անձամբ համադրել է ցուցահանդեսը եւ մեր հանդիսատեսի համար կարեւոր է նաեւ տեսնել, թե ինչպես է օտարազգի արվեստագետը օգտագործում տարածքը, որովհետեւ այլ բան է, երբ հայ արվեստագետն է ցանկանում որևէ բան ցուցադրել եւ մի այլ տեսանկյուն է, երբ օտարազգի արվեստագետը աշխատում է տարածքի հետ։ Տիկին Գիսլադոտիրի դեպքում շատ յուրահատուկ էր այդ մոտեցումը, որովհետեւ մենք ինքներս, քանի որ մեզանում բովանդակությունը շատ խիտ է, միշտ նաև տարածքն ենք ցանկանում հնարավորինս շատ խիտ լցնել, բայց այս դեպքում իսլանդացի արվեստագետի դեպքում շատ ռացիոնալ օգտագործված էր եւ հնարավորինս շատ տարածք էր թողված հանդիսատեսի համար, որպեսզի կարողանա շրջել այդ արվեստի օբյեկտների շուրջ։ Եվ իհարկե այստեղ դուք ճիշտ ասացիք, որ արվեստագետը անդրադառնում է ինչպես քաղաքական թեմաներին, այնպես էլ սոցիալական եւ կարեւոր է, որ նաեւ այսօր ամենուր արկա այդ թափոնների խնդիրը նա արծարծում է, այսինքն պլաստիկ թափոնների խնդիրը արծարծում է նաև իր արվեստում եւ ցույց է տալիս, թե ինչպես կարելի է այդ դատարկ տարաներից ստեղծել արվեստի գործ եւ միևնույն ժամանակ անդրադարձ է կատարում, թե ինչպես էր օրինակ հունահռոմեական ժամանակահատվածում ինչպես էին այդ տարաները դառնում արվեստի գործ եւ ինչքան էին կարեւորվում դրանք այն դեպքում, որ երբ մենք տարական բաժակը կարող է դա լինել միանգամյա օգտագործման բաժակ եւ համեմատություն է անում, ինչպես էր դա օրինակ հին Հռոմում, ինչպես էր բաժակը մատուցվում։ Այս իրադարձությունը մշակութային իսկապես շատ կարևոր է ոչ միայն մայրաքաղաքի, այլ նաեւ մեր երկրի համար։
Բայց որպես մեկնարկ համագործակցության արդյոք կա առաջիկայում նոր պլաններ, թե օրինակ արտիստներ, արվեստագետներ, որոնց մտածում եք, որ արժե հրավիրել Հայաստան կամ գուցե հայկական մշակույթը հանրահռչակել այնտեղ։ Ինչ պլաններ կան առաջիկայում, պարոն Հայրապետյան։ Շնորհակալություն, ներկա պահին ճիշտն ասած վերջերս, եթե չեմ սխալվում, մարտ ամսին իսլանդացի երգիչ Կալեոյի համերգն էր Հայաստանում, որին շատ հյուրեր մասնակցեցին, դա մեկ, երկրորդը դե Տիկին Հարությունյանի կազմակերպած Տիկին Գիսլադոտիրի արվեստն է ցուցադրում, բայց ներկա պահին փորձում ենք խորացնել համագործակցությունը, այսինքն ինչպես նշեցի, ոչ միայն տնտեսական ոլորտում, այլ նաև կրթական ոլորտում, արվեստի ոլորտում պետք է քննարկենք եւ փորձենք տեսնենք ինչպես կարող ենք ընդլայնել համագործակցությունը երկու երկրների միջև։ Հրաշալի է։ Տիկին Հարությունյան, շատ կարևոր է օրինակ, երբ թատրոնի աշխարհում լինեն թատերագետներ, ովքեր լիարժեք կփորձեն բացահայտել ներկայացման ողջ լուծումները սովորական հանդիսատեսի համար, ովքեր շատ գեղեցիկ կերպով բնութագրում են դերակատարումները եւ այլն եւ այլն։ Այս դեպքում մենք իհարկե 10 եւ մի փոքր ավելի րոպեների ընթացքում փորձեցինք գաղափարական իմաստով ներկայացնել, թե ինչպես է մտածում եւ ստեղծագործում մեր տաղանդավոր արվեստագետը, բայց արդյոք ցուցահանդեսի ընթացքում կան աշխատակիցներ, ովքեր պարզապես այցելուներին կպատմեն եւ կներկայացնեն իմաստը գաղափարական առումով, թե տվյալ գործը ինչ է իրենից ներկայացնում եւ ինչու է ստեղծված հատկապես։ Շատ կարևոր հարց եք շոշափում, այո, մեր աշխատակիցները շատ քրտնաջան կարելի ասել աշխատում են, որպեսզի կարողանան հնարավորինս մատչելի դարձնել նյութը այցելուների համար եւ քանի որ թանգարան այցելում են ոչ միայն հայախոս հանդիսատեսը, այլ նաեւ օտարազգի այցելուներ ունենք եւ շատ դրա համար այո մի քանի լեզվով նախապատրաստել ենք շրջայցներ, որոնց ընթացքում նաև ներկայացնում ենք արվեստագետին իր կենսագրությունը նաև, որպեսզի այցելուներին պարզ լինի, թե ինչպես է այս արվեստագետը եկել այս արվեստին հանգել եւ իհարկե կարևորում եմ այն փաստը, որ այս ցուցահանդեսը նաև կայացել է կենտրոն վարչական շրջանի ղեկավար պարոն Պետրոս Պետոյանի աջակցությամբ եւ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, ինչու եմ սա նշում, որովհետեւ Տիկին Գիսլադոտիրի ցուցահանդեսը Հայաստանում հովանավորվել է նաեւ Իսլանդիայի կառավարության կողմից եւ մեզ համար շատ կարեւոր էր, որպեսզի հայկական կողմից նաեւ պետական աջակցությունը արկա լինի եւ անչափ ուրախալի էր այն փաստը, որ կենտրոն վարչական շրջանը եւ Երևանի քաղաքապետարանը անմիջական աջակցությունը ցուցաբերեցին Համատեղ ջանքերով տեղի ունեցավ այս մշակութային իրադարձությունը, նոր մշակութային երկխոսությունն ու կամուրջը, որը ամուր հիմք կլինի նոր գաղափարներ իրականացնելու համար, անչափ շնորհակալ ենք, իսկ ձեզ ելի հեռուստադիտողներ հիշեցնենք, որ Հայարտ արդի արվեստի կենտրոնում կկայանա արդեն կայացել է մայիսի 11-ից մինչև օգոստոսի 11-ը դուք հնարավորություն ունեք վայելելու, ծանոթանալու իսլանդացի քանդակագործ Ռոզա Գիսլադոտիրի ժամանակի արտացոլանքը խորագիրը կրող ցուցահանդեսին, երբ ավարտվի ցուցահանդեսը, ինչ է լինելու արվեստի կենտրոնում։ Մենք իհարկե դժվարությամբ ենք պատկերացնում, որ այս ցուցահանդեսը պետք է ավարտվի, բայց երբ ավարտվի, քանի որ այս տարի Հայաստանի Հանրապետությունը տոնում է իր անկախության 35-ամյակը, Արդի արվեստի կենտրոնը հետամուտ է լինում Հայաստանում եւ տարածաշրջանում գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովի կազմակերպմանը եւ մենք արդեն շուրջ 20 լավագույն թանգարանների, տնօրենների եւ համադրողների հաստատում ունենք, որոնք կժամանեն Հայաստան եւ դրա շրջանակում Արդի արվեստի կենտրոնում կներկայացվի լուսանկարչական ցուցահանդես, որը նվիրված է լինելու Հայաստանին, իր պատմական շրջաններին, մարդկանց եւ մենք շատ ուրախ ենք, որ մտքերը եւ ծրագրերը մեկը մյուսի ետևից գալիս են, մենք շատ ուրախ ենք, որ եւ հայ եւ օտարերկրացի տաղանդավոր ստեղծագործող մարդիկ ձեզ հանգիստ չեն տալիս, մշակութային երկխոսությունը անդադար փորձում են կայացնել, դրանով իսկ զարգացնելով մեզ մարդկանց, մեր մտքով եւ մեր գաղափարներով։ Շատ շնորհակալ ենք, որ ժամանակ գտաք ու միացաք մեզ, ձեզ
կմաղթենք օրվա հաճելի շարունակություն։ Սիրելիներս, այո, կարող է գնալ ու մասնակիցը լինել այս շատ հետաքրքիր ցուցահանդեսի եւ ի վերջո բացահայտել աշխարհում բնակվող եւս մեկ տաղանդավոր մարդու, ով ստեղծագործում է գաղափարական իմաստով համամարտկային թեմաների շուրջ, որովհետեւ նրա ստեղծագործություններում կարող են գտնել եւ փիլիսոփայություն, եւ քաղաքականություն, եւ շատ հարցեր, որոնք վերաբերում են մարդու